Կներկայացնեք ինչ թեմայով եք դուք այսօր պաշտպանել ձեր ատենախոսությունը, ինչի մասին է լինելու, որն է դրա արտիականությունը եւ ինչ է իր մեջ նորություն այդպես պարունում։ Շնորհակալ եմ։ Թեման քաղաքական այլախոհությունը խորհրդային Հայաստանում 1960-1980-ական թվականներին ամբողջովին վերլուծված են խորհրդային Հայաստանում այլախոհական շրջանի քաղաքական այլախոհության նախադրյալները, տիպական առանձնահատկությունները, վերջո ինչի պատճառով առաջացավ այլախոհությունը ողջ ԽՍՀՄ-ում, այնուհետև թե ինչ նշանակություն ունեցավ խորհրդային Հայաստանի կյանքի համար եւ ընդհանրապես հասարակության մեջ ինչ նշանակություն ունեցավ, բնականաբար ուսումնասիրվել է խորհրդային արտաքին ներքին քաղաքականությունը, դա սկզբնապես այնուհետև արդեն բուն խորհրդային Հայաստանին վերաբերող մասերը եւ վերահանվել ուսումնասիրվել է խորհրդային Հայաստանում այլախոհական կազմակերպությունները, որոնք հիմնադրվել են, գործունեություն են ծավալել, ինչպես նաեւ անհատական դրսևորումները խորհրդային Հայաստանում այլախոհության Այսպես արխիվային ֆոնդերում բավականին շատ ուսումնասիրվել այլախոհների հուշագրություններ, առանձին հարցազրույցներ նրանց հետ կատարված Երևի թե սա է եւ խնդրահարույցն այն է, որ գնում մեր պետության հենց անկախությունից հռչակումից հետո պետք է ամեն ինչը տեղի ունենար, հիմնական խնդիրներից պետք է լիներ, որը հնարավորություն կտար ավելի ամուր, այսպես գաղափարախոսական հիմքերի վրա դնել պետության կառուցումը Մյուս կողմից անկախության համար պայքարը կամ այլ ազգային հարցերի մասին պայքարի մասին բարձրաձայնումը դրական ազդեցություն կունենար նաև թե անկախության կառուցման եւ թե հայ-հասարակական քաղաքական մտքի վրա։ Ինչպես է եղել թեմայի ընտրությունը, այսինքն ինչպես եք որոշել այս թեմայով պաշտպանել։ Դե թեման ինձ համար շատ հոգեհարազատ թեմա է, որովհետեւ իմ ընտանիքի հավաքները մաս են կազմել այլախոհությանը, թե պապիկս Ավակ Շահին Հարությունյանը, թե նրա եղբայրը Մարսպետ Հարությունյանը, իսկ արդեն ամենավերջին շրջանում հայրս Շանթ Հարությունյանը, եւ իմ համար սա շատ այսպես նուրբ թեմա է, զգացական թեմա է նաեւ այդ մասով, բայց պետք է նշեմ, որ թեմայի ընտրությունը պայմանավորված չի եղել այդուհանդերձ այն հանգամանքով, որ մեր ընտանեկան այսպես հետքը կա այս շարժման մեջ Սա մեր համար շատ կարևոր, ինձ համար ընդհանրապես այսպես գաղափարական մտածողության մարդկանց համար կարևոր թեմա է, որովհետև Հայաստանի անկախության համար շատ դաժան ու դժվար պայքար է ընթացել, ինչպես նաև այլ հարցերի, Ղարաբաղի, Նախիջևանի վերամիավորման հետ կապված, մարդու իրավունքների պաշտպանության, ինչը լիարժեքորեն չի լուսաբանվել արդեն Հայաստանի անկախության պայմաններում։ Եվ իմ առաջնային նպատակը խնդիրը եղել է թեմայի ընտրությամբ նաև պայմանավորված փոքր ինչ գոնե մի համեստ ներդրում ունենալ այս գործընթացին։ Հնարավորինս լրացնել այդ բացը ինչքան որ կհաջողվի ինձ։ Իհարկե, թեման դեռ շատ պետք է ուսումնասիրվի, թեման բավականին այսպես խոր ուսումնասիրման կարիք է զգում, քանի որ դեռ չկան արխիվներ, որոնք դեռ կան արխիվային նյութեր, որոնք հասանելի չեն մեզ, հենց պետք է նշել ազգային անվտանգության ծառայության արխիվները, սրանց վերհանումը նոր բացահայտումներ կբերի, բայց այդուհանդերձ կարծում եմ, որ աշխատանքը ինչ որ միջափ կնպաստի այս ցանկության կամ նպատակի իրականացմանը։ Այսինքն դուք առաջիններից եք, որ թեման ուսումնասիրում է Հայաստանում։ Մինչ ինձ, այո, եղել են որոշակի ուսումնասիրություններ բուն քաղաքական այլախոհության մասին խորհրդային Հայաստանում, դեմս Մենակ Մանուկյանի, ով եղել է ՊԱԿ անվտանգության, պետական անվտանգության կազմակերպության ՊԱԿ-ի աշխատակից, ներկայումս արդեն բավականին այսպես բովանդակային աշխատանք է գրել կամ այլախոհներից Վարդան Հարությունյանը, ով համակարգված ներկայացրել է որոշ բաներ, այսպես ատենախոսության պաշտպանում, այո, առաջինն էր, սա ըստ էության գիտական նորույթ էր, գիտության մեջ նորույթ, որի մասին արդեն ավելի մանրամասն ելույթից մեջ կխոսեմ։ Մասնագիտական խորհրդի մեծարգո նախագահ, հարգելի անդամներ, ներկաներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղաքական այլախոհությունը խորհրդային Հայաստանում 1960-80-ական թվականների կեսերին տեխնokraական ատենախոսության զեկույցում։ 1953 թվականին մահանում խորհրդային միության առաջնորդ Յոսիֆ Ստալինը, ում որով խորհրդային բռնապետական համակարգը ունեցել ամենաուժգին հալածանքների քաղաքականությունը։ Եվ բնական է, որ նրան մահին հաջորդած տարիներին պետք է էական